Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այլանդակ բարապաշարից և դրա նախորդած օրերից հետո հիմա ընդհանրապես քաղաքական հետապնդումների մասին որոշակի գրառումներ է անում։ Մեծ առումով այն ինչ որ այսօր դրսևորվում է, սրանք այս վերջին տարիներին անդադ դրսևորվել է եւ դուք ինքներդ որպես լրատվամիջոցներ բազմաթիվ նման առիթներով քննչականների, ոստիկանական բաժանմունքների դատարանի առաջ լուսաբանումներ եք իրականացրել։ Իշխանությունը տարբեր փուլերում ընտրում է իր թիրախներին, այսպես կոչված, եթե որ լինում են կոնկրետ իրավիճակներ, հոդվածներ են դրվում մարդկանց վրա, հետագայում արդեն մնացած է ինչ որ դուք ձեր հարցադրման մեջ նկարագրում եք, դրա փաթեթավորումն է, որը տարբեր ԿՊԱ-ականների միջոցով դուրս է գալիս։ Հիմա այսօր բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, բազմաթիվ մարդկանց տանը խոզարկություններ են եղել, սկսած Վագաց Սրբազանից, վերջացած Արցախի խորհրդարանի նաև պատգամավորով, որոնցից մեկը Դավիթ Գալստյան այս պահին էլ գտնում եք քննչական այս բաժնում, եւ այն մարդիկ գոնե որ ես եմ ճանաչում այս ձերբակալվածների շրջանում եւ կարդացել եմ քննչականի հաղորդագրությունը, միմյանց հետ որևէ առնչություն անկեղծ ասած չեմ տեսել։ Բայց մյուս կողմից էլ հիմա երևի մեր հասարակության մեջ էլ տենց առանձնապես զարմացող մարդիկ չկան, որովհետեւ այս ընթացքը այս իշխանության ուղեկցվել է բռնություններով, ձերբակալություններով, քաղաքական հետապնդումներով եւ դրա վառ վկայությունները այսօր նաեւ տեղի ունեցած իրադարձություններն են։ Պարոն Աբրամյան, լավ, այդ թուղթը, քանի որ դիմադիրներն նշում են, դրանք իշխանություններն են, հա, ներկայացրել այսպես կեղծ։ Այդ դեպքում ո՞նց դրվեց շրջանառության մեջ, քանի որ իրենք նախանցում են, որ դիմադիր շրջանակներից են այդ տվյալները, այդ փաստաթուղթը, որ իրենք հրապարակել են իրենց կայքում, փոխանցել։ Դուք ծանոթ եք երբեք։ Կարծում եմ այս պահին մեղք է դա որպես փաստաթուղթ անվանելը։ Եթե երեք հրապարակված այդ թղթի մասին է խոսքը, գիտեք եւ դրանք եւ տարբեր ձայնագրություններ նախ պետք է որոշակի փորձագիտական էքսպերտիզա անցնեն հասկանալու համար ով է, ինչ է կամ դրանց վրա ինչ միջամտություն կա եւ այլն։ Եվ երկրորդը, գիտեք, եթե դուք հիշում եք նախորդ տարիներ տարբեր հուժկու վերնագրերով ինչ որ օպերացիաներ էր իրականացում, չգիտեմ, հյուսիսային Տերևաթափ բան եւ այլն, ինչ որ տեղեկատվություն էր գնում, դրանից հետո իմանում ենք ինչ որ մարդիկ են բռնել, հետո դրա մասին ոչ հասարակություն գիտի, ոչ էլ որևէ այլ մարդ գիտի։ Կարճվում են, գործերը ձգձգվում են, ինչ են ելնում։ Հիմա գիտեք, այն մարդկանց մասին խոսք է գնում կամ որ մենք ճանաչում ենք, կամ դուք եք ճանաչում, բազմիցս հարցազրույցներ եք արել, կարծում եմ ոչ այդ մարդկանց խոսքը, ոչ գործունեությունը որևէ ահաբեկչական գործունեության հետ կապված որևէ առողջություն չի ունեցել։ Հիմա իշխանության մոտեցումը ինչ է դրված։ Մի կողմից իշխանությունը օրակարգ գլոբալ առումով օրակարգ պահելու խնդիր ունի, նա դա անելու է եկեղեցու դեմ հարձակումներով, դա անելու է այնպիսի հեղինակություններ, ինչպես օրինակ Սամվել Կարապետյանը, անելու է այսպիսի օպերացիաների միջոցով, այսինքն առաջին խնդիրը օրակարգը իր ձեռքում պահելն է անելու, երկրորդն էլ իր համար արժևում քաղաքական process-ներ են, հատկապես 26-ին ընթառաջ, եւ բնականաբար այս ողջ ընթացքում փորձել են դաշտը իրենց համար մաքրել, որպեսզի կարողանան հնարավորինս անխոչնդոտ իշխանության վերարտադրությունը իրականացնել։ Պարոն Աբրամյան, այդ ձայնագրություններում ինչ որ ահաբեկչական գործողություններ են նկարագրվում, գյուլել, ինչ որ 15 հոգու բանտ գցել, այս տիպի գործողություններ։ Ինչ կասեք հենց այդ բովանդակության մասին, որը մեկնաբանվում է այսպես, որ քանի որ քաղաքական ճանապարհով չստացվեց իշխանություն վերցնել, զավթել, փորձում են հիմա ահաբեկչական ճանապարհով։ Ձայնագրության հետ կապված ես պատահական չնշեցի, որ դեռևս խնդիր կա հասկանալու, այսինքն էքսպերտիզա անելու, հասկանալու թե իրականության մեջ ինչ է եղել, ինչ տողեր են իրար բերել, միացվել կամ չեն միացվել, այսինքն դրանց վրա հնարավոր միջամտության հարցը դեռևս պետք է հասկանալ։ Մի քանի իրավաբանների մոտ տեսել եմ գնահատականներ դրա հետ կապված, այս մասով դրա հետ կապված ինքս դեռևս ասելիք չունեմ, որտեղ եթե անկեղծել եմ, ես էլ դեռ այս բանը չեմ նայել, առավոտից քաշքշուկի մեջ են եղել։ Հիմա պետք է հասկանալ կոնկրետ այն մարդիկ Նախ ձայնագրության մեջ այսօրվա ձերբակալված անձինք բոլորը ներկայացված եղել են, թե չէ, որտեղ ինձ ասում են, որ
մեկ մարդու մասին է, մենակ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ ինչ-որ խոսակցության մասն է խոսքը։ Հա, ճիշտ ասած, այդ չեմ կարող մեկնաբանեմ, այս բան դա չեմ լսել, բայց մնացած բոլոր հանգամանքները դեռևս պետք է հասկանալ, որը դեռևս չունենք, բայց այն մարդկանց հետ ում հետ ես առնչվել եմ, ովքեր ձերբակալված են, երբևէ ոչ հրապարակային, ոչ հրապարակային մակարդակում, որևէ բռնության կամ առավել եւս ահաբեկչության դրսևորման մասին որևէ բան չեմ լսել եւ կարծում եմ, որ սա որոշակի խտացված, մքեցված բաներ են, որով փորձում է հիմնավորվել այսքան մարդկանց Պարոն Աբրամյան, հիմա ձեր հետնամասում կենթանի պատ են շարժվոստիկանները, ինչ որ գործողություններ են, թամ ինչի համար են բերել, ինչ որ վտանգ են տեսնում ձեր կարծիքով, ուզում եք միջամտել, չգիտեմ։ Գիտեք, մեր երկրում ուժային կառույցները այս ողջ ընթացքում կատարում են այս իշխանության կմահաճույքները, նաև դրանով է պայմանավորված, որ հանցավորության աճը մեր երկրում ոչ միայն գնալով մեծանում է, այլ նաև ծաղկում է։ Այնպես որ հեսա իրադարձությունների միասին, հա։